Սիրում եւ գնահատում եք ամեն ինչի մեջ ճաշակ եւ որակ։ Գնահատեք Կերամ ամառացին։ Դիզայնի լայն ընտրանի, դասականից մինչև էկզոտիկ, էսթետիկ որակ։ 3W AD Kids Food Kit-ը Գերմանական A&D Food ընկերությունը ներկայացնում է հայկական բնաշխարհի վերքնուբարիքը Եվրոպայում մեծածախ եւ մանրածախ գներով։ 3W AD Kids Food Kit-ը Եկ առ ասկանաս։ Ես ինչ գործ ես, խնամի ջան։ Արդուկը փչացել է վերանորոգում։ Գարսո, ինչքան ես դու սիրում մի բանը երկարացնելով ասել ախպերս։ Ասա սարքում եմ պրձի էլի։ Ասկանաս, ես փորձում եմ մաքուր հայերենով խոսել։ Էդ դեռ հարցա մեզանիցով է մաքուր խոսում։ Բեր տանենք պատվալ, ցավդ տանեմ, կարգին գործիքներով սարքենք։ Պատվալ ինչի տանենք, սարքում եմ էլի։ Գարսո, կարգին ամբրանք եմ բերել, մեր չփորձենք, հարևան ջան։ Հետ ինչ ասկանաս։ Մաքուր տնական Գորիսի արաղա, մինիմում 80 գրադուս ախպեր ջան, մերոն է մերոն, բերել եմ, որ հադուկ ախպորս հետ խմեմ։ Հայ ասկանաս ջան, այդքան թունդողի, ասա սպիրտ է էլի։ Մաքուր քաշած սպիրտ ախպերս, ընդիր քաշած սպիրտ։ Հել էտան գախպերս, ես անմահագան հեղուգը ներսանենք, մերնեմ ջանի։ Չէ, ասկանա ջան, ես դիետայի վրա եմ, ինձ խմել չի կարելի, առավել եվս այդպիսի թունդողի, ես մի անգամից կվատանամ։ Այ հիմա ես ես առիթով քեզ մի հատ անիկդոտ պատմեմ, դու ջոգի Գարսո ջան։ Ուրեմն մարդա մեկը, ելնում է մա բժիշկի մոտ։ Բա բժիշկ ջան, ուզում եմ մի 100 տարի ապրեմ, ոնց անեմ, որ կարանամ այդքան ձգեմ։ Ես բժիշկը ասում է ծխում ես ախպեր ջան, եսի բա չէ, խմում ես, չէ, չեմ խմում, լևի մևի հետում ես, ասում է չէ, էդել չեմ անում, ես բժիշկը վռում սրան ինչ է պատասխանում, ասում է ելում է պետք քո 100 տարի ապրելը, որ ոչ մի հաճույքի չես օգտվում, լավ անիկդոտ է, չէ, լավ անիկդոտ է, բայց չեմ խմի, Գարսո, Գյաջել եմ ախպերդ կարգին աբրանք աբերել արա, որ տուվտաբանը ներկը թողեի սերոժի տունը կլագեր, բայց եսի ընդիր աբրանքա, ախպերը ախպորս են զարախ պադիվ ճիտա մերնեմ ջանիտ։ Ախր, ասկանա ջան, իտ չի կարել է բժիշկները արկելել են։ Այ մերնեմ ջանիտ, ախր էդ բժիշկներին դու մի հավադ այդքան է, դրանց թողես մենակ մարդուն արկելեն ու դեղ ուտտան, իսկ ես բնական դեղա ցավդ տանեմ, ու ես ամենայն բադասխանատվությամբ հայդարարում եմ, որ ես դեղը քո բոլոր հիվանդությունները բուժելու է ախպերս։ Հաստատ։ 100%։ Դե լավ, քանի անթարում էստեղ չի, մի բաժակ խմենք։ Եղավ, բայց մի բաժակից ավել չեմ խմի։ Մերնեմ ջանի, դու պրոբլեմ չունես։ Ասեցի ես արդեն։ Ենանք։ Ես թող ես վետ գործում ես գնաց։ Արի ախպերս, արի։ Անց։ Հարտուկը վեգան տանենք դենակ ինչ են գան։ Ատի կնա է, ու ծանտան է, այ գնա ասկանաս եմ։ Գվիդոր, ոնց է։ Վիճակը դա լավ է։ Նապոլեոն ջան։
Լավ է։ Կնդաս են սպասում, հետը խոսալու բան կա։ Ռոզան քո կնիկը չի։ Գիտեմ, հասկանազն ասելա, որ իմ կնիկը Ջուլիան է։ Ջուլիան։ Ճապլը ասելա, որ Ջուլիան քո կնիկն է։ Ճապլն ով է։ Բայց դա հասկանաս էլի, իրեն ճապլն են ասում։ Հա, հասկանազն ասել, որ Ջուլիան իմ կնիկն է ու ինչ-որ սերոշ աշկադրել վրեն։ Էդ տենց, հա։ Հա, ճիշտ է ասել։ Ուղղակի ես էի ուզում քեզ ասեին, էլ ճապլը փաստորեն ինձ շուտ ասեց։ Մենք եկան։ Աչքեն լույս։ Գազի շնորհավոր ես համեստիկ։ Գիպսերս հանել են։ Շնորհավոր։ Գվիդո, դու ինչ ես անում ստե։ Վայ, Գվիդոնը չի Նապոլեոնն է։ Հա, հասկացա, հումորի երեկո եք հասկացնում։ Ապեք ծիծանը երկարացնում է կյանքը, կյանք գնանք սպալնի։ Գնացինք։ Լավն է, չէ։ Լազատ տվեց սիրտ աղջիկ էր։ Ինք հոմ է։ Կնիկը տա Ջուլիա։ Էնը սերեժն է, այո գնաց։ Լուրջ ես ասում։ Հա, լուրջ եմ ասում, այո գնաց, մերկած գնա կնգատ տիրություն արա։ Հիմա տես ես դրանց գլխին ինչ օին եմ դնելու։ Լարիս պե։ Ուժեղ կխմպես Նապոլեոն ջան, այս սերոժը մարդկային լեզու չի հասկանում, դավայ։ Դու հանգիստ եմ։ Ես գիտեմ ինչ անելու։ Դավայ, Նապոլեոն ջան, դավայ։ Ինչ եք անում այանամոտներ, դուք ամոտ ամուր չունեք։ Լահերում ար ես քո հետ հետը կխոսամ։ Բեսի լավ չես դու։ Ես լավ եմ, դու լավ չես այանամոտի մեկը։ Բարտակը մարդոց սիլիբիլի ես անում։ Լսի քեզ ինչ եմ ասում, Գվիդոն Նապոլեոն։ Դուրս ես գալիս դուրս, դուրը դասես փակում ես։ Ու ես կգամ քեզ կասեմ, թե որը որից հետո է։ Հասկացան, արա Նապոլեոն։ Հեսա ես քեզ կասեմ անամուսի մեկը։ Ես ինչ աղում կաղակը, ինչ է կատարում ես տեղ։ Ես իմ։ Հլենքով գնա, հա։ Իմ։ Հիմի կարող ես բացատրել ես ինչ է կատարվում ստեղ։ Դուք պետք է բացատրեք, քերակին բա։ Ոնց անում որ Գվիդոնը մտածում որ Ջուլիան իր կինն է։ Բա։ Դու ես Հետ արի քեզ ասում եմ այլանդակի մեկ։ Գարսո։ Այս արարը կայև չի տալը, մխպետ ջան։ Արդեն երկրորդ բաժակն են գախոր մի դանում, բան չի ասում։ Այդ նշանակում է, որ լավ մաքուր քաշածողի է, իմ դուրն եկավ։ Եթե մի բանը խմում ես կայև չի տալում, ուրեմն դի խմելու բան չի։ Ճո ես քեզ հետ համաձայն չեմ, հասկանա չեմ։ Այնպես է լինում, որ խմելուց որոշ ժամանակ հետո նոր զգում ես դրա ազդեցությունը։ Դե արի մի հատ էլ խմենք, աղբետ ջան, տենանք ինչ ասում։ Դե արի խմենք։ Լից ցավը տանեմ։ Լից։ Ես իմ կյանքում այսպես լավ ուղի չէի խմել։ Արա չան, բայց շատ կերանք էլի, հա? Են վերջի 30 հատ խինկալի լրիվ ավելորդ էր արա։ Շատ լավ էր շեֆ ջան, շատ։ Արա լավը լավն էր, հասկացանք, բայց պիտի մարդ որ կրամոլ չլնի էլի, այսինքն շատակ էր։ Ոնց ասես շեֆ ջան։ Լսի չան դու այդ Գվիդոնից հեչ խերխաբարություն չունես։ Արա, տարար թողեց իր ասկոյեցնուն ու լրիվ մոռացա դրա մասին։ Հա, մոռացա։ Ոչինչ Գվիդոն լավ է որ դրա մասին մտածեմ մի հատ հիշողությունս դրանով ծանրաբեռնեմ։ Դու լսի, այ ես։ Գվիդոնը ոչ մեկն է։
բայց որ հանկարծ հիշողություն տեղն եկավ ու հիշեց, որ մենք ենք իրան ավտոյով խփել, այդ ժամանակ ինչ ենք ասելու, հա? Բաց չի ինչ ենք ասելու, որ մենք չենք եղել։ Տոլոսի տղա ջան, ասելով չէ։ Մի հատ զանգ տու ճպլին ու հերախոսը տուր ինձ, մի հատ հարցնեմ ոնց են, ոնց չեն, խեր խաբարություն կա այդ Գվիդոնից, թե չէ։ Այսօր զանգեմ, շրջը։ Գարսո գաջլն եմ, այս արագի հետ մի բան նիտո է այդ ցավը տանեմ։ Արդեն 4-րդ բաժակն են խմում, էլի բան չի ասում։ Հայ հասկանաժան, ինչ ես զորոդնի, հա? Արա դե խոսքի, մի հատ պրիադնի դող մտնի ջանիս մեջ, գլուխս թեթևագի մզցնի, ջանս Գյորգի նավադնի, իմացար սենց էլի։ Երկու ասած հատկությունները ողետ կապ չունեն։ Այ ունակ, ես ինչ շատ լավ եմ զգում, հասկանաս ջան, տրամադրությունս բարձրացել է։ Այդ ցավդ տանեմ, դու ենքան չես խմել, որ կարող է տվալ է դու թրաշվելուց միամիտ ադիգալոնը կսես երեսիդ հոդից արպես։ Արի մի հատ էլ խմենք, հա։ Լիզ ախպեր ջան, լիզ սենանք ինչ ասեմ։ Դա։ Ալո, Հասկո ջան, բարև, Վարխուդարյանն է։ Յա, բարև։ Բայց ո՞նց է եղել հիշել ես նախին ախրանիդ պետին, ախպեր ջան, ում գլխին ուզում էիր սարքեիր։ Ցավը տանեմ, Հասկո ջան, ես մեղավոր չեմ։ Իրավիճակներ տես թելադրում, ախպերս, քաղաքական դրությունը, կոնյունկտուրան, հասկանում ես։ Բարզա։ Ես չնի փոշմանել ես արածիդ համար ուզում ես մի երկու կապեկ փող տաս։ Դո չէ այդ ցավը տանեմ, կոպեկ փող չունեմ։ Ընտրությունների ժամանակ լրիվ քանվել եմ, հա, դա կապեք։ Լավ նեղված եմ, մնաց որ տարել եմ են մեքենաներից վրա գազ եմ դրել, ախպերս։ Դու ինձ մի հատ բան ասա, այդ Գվիդոնից вообще տեղեկություն ունես։ Այդ ցավը տանեմ։ Գվիդոնի հետ շտոդը նիտո է ախպեր ջան, հիշողությունն է կորցրել։ Յա, ես ինչ ես ասում, Հասկո ջան։ Բա ո՞նց է պատահել, ախպերս։ Ես իմը մի պատահել է, էլի։ Ու հերիք չի նագրի նեգելա լրվել է տունս։ Տուֆտը պնդում է, թե էդի իրա տունն է։ Դե լավ, ոչինչ, ցավը տանեմ, մի նեղվի էլի։ Իվանդ մարդ է։ Եթե կարում ես մի բանով օգնի։ Մեկ էլի մեզ օգնի այ ախպեր ջան։ Դե լավ, Հասկո ջան։ Ախպերս, քեզ լավ նայի։ Հիմա ժամանակ չունեմ, հետո կխոսանք։ Հա, լավ, եղավ ախպեր ջան։ Հասկանաս ջան, խմեցինք։ Խմեցինք մեռնենք ջանիդ։ Խմանք։ Արա, բայց ասում եմ տենաս ինչի համար էր Նազարը Գվիդոնով հետաքրքրվում դարսը։ Լավ էլ, հասկանաս մարդը հետաքրքրվում է հիմա դրա մեջ ինչ կա։ Չէ, չխնամի։ Նազարը հենց այստեղը զանգողը ու հետաքրքրվողը չէր։ Ստե մի բան նիտո է ախպերս։ Ռադարը դու հետ է։ Շս որ տավել եմ։ Ես մեղ չունեմ։ Հասկանես ասած որ Ջուլիան իմ կնիկն է։ Հələ դասը երազանքներին մի հատ ունայ է։ Ես սրեժն ինձ yanից ինչով առավել։ Թող ամեն ինչով։ Ինչո՞վ։ Սերոժ հանգստացի ասում եմ։ Չես տեսնում մարդ ինչ վիճակի է, ներելի է։ Դա ինչ վիճակ է։ Ոչ մի բան չկա ձևա տալիս իրան։ Մամասը, ես խոսամ կանցալուշ։ Ճպլը որ եկել է, չէ, շալ լապը թափելու եմ դրա գլխին, որ այդպես հիմար կատակներ չանի։ Հանգստացի ասասի։ Քեզ հերթ չի հասնի։ Ես նրան ամեն ինչ կասեմ։ Եվ հետո իմացեք, որ Գվիդոնը Նապոլեոն։ Իմանալի Նապոլեոնը։ Հա, լավ, Նապոլեոնը հիշողությունը կորցրել է։ Մենք պետք է օգնենք նրան, որ հիշողությունը վերականգնվի։ Պարզ է։ Դե լավ, ես էլ գնամ թորնիկից տեսնելու։ Լսեք, կռիվ չանեք, իրար միշտ չուտեք։ Խելոք կպահեք ձեզ։ Ամոթ է, ամոթ։ Մեծ մարդիկ եք։ Վարդան, ախր ոնց 10 օրով գնանք Էմիրատներ հանգստանալու։ Բայց չգնանք ցավը տանը։ Փողը կպել է։ Գնանք հանգստանանք մարդավարի։
Հա, բայց ես Սերոժին ինչ եմ ասելու։ Մի բան մոգոնի էլի, ասա որ տատդ լավ չի գնում, ես Մոսկվա իրան տենաս։ Լավ, կմտածեմ։ Չնայած ավելի լավ է գնալ ու էլ Սերոժի մոտ չվերադառնալ։ Մեկը մենք մեր փողը արդեն աշխատել ենք։ Չէ, մեկը մյուսի հետ կապ չունի։ Այդ Նազարի փողերն էին։ Սերոժին էլ կտանենք, հետո կմոռանաս այդ լոխի մասին։ Լավ։ Կփորձեմ մի բան մտածեմ, հենց որոշեմ քեզ կզանգեմ։ Լավ, լավ տեքս։ Հասկանաշան, հիմա ոնց ես։ Ման դրից արդեն կանդիցիա եմ գալի Խնամի ջան։ Ոնց որ ասում է, զգում եմ ոնց է մոդի գանեմ։ Դրանից է որ շատ լավ է, Դե որ լավն է, լիձեն տագին դեր խմենք մերնեմ ջանիտ։ Լսնեմ։ Թե չէ ծնդելու է էտա։ Լսնեմ, Հասկանաշան, լսնեմ։ Է խմեցինք։ Յա։ Էնում բալեն է եկել, արի մեր պավին պաչի մերնեմ ջանին։ Արի տենամ, արի սիրուն ջան, արի։ Բալես, այդ աշոդիկ հոգես չի այն հանգստացնում։ Չէ, պապի, ինքը իմ ընկերն է։ Ինքը քեզ ընկեր չի, ինքը։ Անգելինա ջան, գնաք հուսունեք, ես հիմա գալիս եմ ցավը տանը։ Եվ կարելի է իմանալ ինչ առիթով ես դիետատ խախտել ու սկսել խմել կարծենալ։ Արաղի թեմա չկա ընթարամ ջան, քաշած կամբոն ենք խմում։ Ուֆ, կամպոտա, հա? Եվ ոնց եք ես թույնը խմում այդ նաշեններ։ Շատ ներողություն քուրս, բայց այդ թույնը մարդուդ բուժում է։ Ես ճիշտ ասում։ Հիմա այնքան ինձ լավ եմ զգում, Արտարամ ջան։ Ցավոք սկսել չի ցավում, վերջ, չի ցավում։ Այդ հիմա չի ցավում։ Բայց հեսա երեկոն կսկսես բողոքել։ Լավ, մեկ-մեկ կարելի է այս դիետան խախտել։ Մեկ-մեկ չի ախպեր ջան։ Վեշնիել բդի խախտես գարսում, դիետան նրա համար է որ խախտես։ Իսկ քո կարծիքը ոչ ոք չհարցրեց, հասկանաս։ Բայց մենք չէինք էլ սպասում որ մեզ հարցնեն, ցավը տանեմ։ Մենք ուղղակի արդահերթ արդահայտվում ենք։ Արի մի բաժակել լցենք դու խմի քուրես։ Չէ, շնորհակալ եմ, ես չեմ խմում։ Հասկանաս։ Աջան։ Արի խմենք մեր կանանց կենաց։ Դու մի հատ հարցնող լինի։ Այդ որ արժանիկի համար ես պետք է խմեմ կնանիկի կենաց ախպեր ջան։ Կնանիկ, կնանիկ։ Մեր կյանքը թունավորում են մերնեմ ջանիդ։ Չէ, հասկանաս, ես կտրականապես դեմ եմ քո այդ ասածներին։ Ախր գիտես ինչ, մեր կանայք են ինձ այդ թխրուն ուսերին տանում ամբողջ ընտանիքի դարդ ու ցավը, հասկանում ես, հասկանաս։ Չէ գարսո, չէ ախպեր, հագարակը, այդ ծանր դարդ ու ցավը մենք ենք տանում մեր ուսերին ախպերս, ու դաժե մեկ-մեկ կնանիք թռնում են մեր ուսերին։ Հասկանա ջան, դու չես խմ, ես իմ կնգակենացի պիտի խմ, Այդ ցավը տանեմ, մինչև կնանիք, երեխա կա, մեր կա, հեր կա, ծնող կա, տատ կա, բապ կա, ադատ կա, ինչ ես ալիքները խառնում։ Չէ, հասկանաս, ես իմ Անդարամի կենացը պիտի խմեմ, դու ուզում ես քո Ռոզայի կենացը մի խմ, ես պիտի խմ։ Ադե Ռոզով է, որ ես սիրակ կենացը խմեմ, ախպեր, ով է, բան է դու։ Ռոզանովա, հա, հասկանաս։ Չէ կնիկ ջան, էդի հրեդորական հարցա մերնեմ ջանիդ, լավ էլ տոշնի կենացի վրա եգար։ Կեզ ժամը գարսոյին համոզում եմ, որ կնանիքի կենացը խմենք, չի համաձայնվում նագլին։ Վայ, Ռոժան սուտ ասում։ Գաժլն եմ թե խապում եք։ Կնիկ ջան, ես փոքր բաժակով, բայց մեծ սրդով, ես ուզում եմ խմեմ քո ջիգարի կենացը ախպեր ջան։ Խմի, մենակ շուտ խմի, որ գնանք տուն հետդ խոսելու բան ունեմ։ Իսկ հիմա Անդարամի մի փոքր գործ ունեմ, բայց հետ եմ գալու։ Կնանիքի կենացը գարսու ջան։
Գարսո։ Այս բաժակը չգնաց ախպեր ջան։ Ոնց որ թույն խմե յանը։ Հասկանաս։ Օղին իս սրտով խմում ես, այս սրտով էլ գնում։ Նադուրի բան եմ ասում։ Բայց ոնց է Գվիդոնը։ Էսա ինչ արեց, հա։ Ներվես միջև մը չհանգստա։ Յուլիա ջան։ Ինչի՞ չես խոսում։ Բան ա եղել։ Քիչ առաջ որ մամաս էր զանգել։ Շատ վատ լուր ասաց։ Տատիկս ա Մոսկվայում վատացել։ Ու շատ ծանր ա վիճակը, հեչ իրան լավ չի զգում։ Բայց դու չէիր ասել, որ Մոսկվայում տատիկ ունես։ Դե ինչ ասեի, ես չէի ուզում իմ խնդիրներով քեզ ծանրաբեռնել։ Դե լավ, դարդ մի արա, լավ կլինի։ Ուզում եմ մի քանի օրով գնամ Մոսկվա, տատիկիս տեսնեմ ու շուտ գամ։ Կթողնես։ Մոսկվա։ Խնդրում եմ։ Նոր ենք ամուսնացել է։ Կյանքս, ոչինչ, մեր կյանքը հələ դեռ մեր առջևում է։ Ես այդ տատիկիս շատ եմ սիրում։ Խնդրում եմ էլի, համել ուզում ես դոլարի գնանք։ Չնայած ուր գաս, այսքան ժամանակ գործի չես գնացել, օֆիսի սաղ գործերը մնացել է վրատ։ Հա, ճիշտ է, ես չեմ կարող զբաղված եմ։ Բայց դու որ գնաս շուտ կգաս, չէ՞։ Հա, կյանքս ընդամենը 10 օր։ Համել ես ամեն օր կզանգեմ իրար հետ կխոսանք։ Գնա Ջուլիա ջան, դու պրոբլեմ չունես։ Մերսի կյանքս, դու աշխարհի ամենալավ տղամարդն ես, ես քեզ շատ եմ սիրում։ Ես էլ քեզ շատ սիրում։ Ասա Պողոսուի։ Այսօր աշխատանքի գալու եք, Սերգեյ Պատվականովիչ։ Հա, կգամ, բայց մի քիչ ուշոտ։ Ինչ ա եղել որ։ Հա, թղթեր կան ստորագրելու։ Հա, լավ, կգամ։ Բայ բացար կավալերը, Գվիդոնը։ Վատացել է, հիշողությունը կորցրել է։ Այսինքն ո՞նց է կորցրել։ Դե տենց էլի ոչ մեկի չի հիշում։ Կարող ես։ Մեկ էլ տեսար քեզ հիշեց, ով այմանում։ Այնուամենայնիվ սիրահարված եղել վրետ չէ։ Եվ կգամ։ Հա, դե արի, հետո միասին կգնանք։ Հետո Թորդան ջան։ Վարդան ջան, էլ ինչ հետո գիշերը ես իմ համար հանգիստ քնած էի։ Մեկ է սենյակից դուռը բացեցի ներկա տղամարդ։ Հետո Սկզբից մեզ ռոմանտիկ էր։ Հետո եկան վերմագսպես շպրդեցին վրայից։ Հետո ինձ գցեցին կետնի։ Հետո թևերս կապեց։ Հետո ոտքերս կապեց։ Հետո ինձ կհարցակնեին, թե որտեղ ունիմ հարստություն, ոսկեղեն, փող։ Հետո ոսկին առընտարը։ Այո, դե ոսկի ջան, ամեն կարևորը քեզ բան չնարես։ Հա, ճիշտ ասես։ Չէ, բան չերին։ Ասի Թարդան, այդ քշերվա կեսին, ոնց է դուրը բացել մտել ներս։ Վայ, փալագն է բացե դուրը։ Ոնց։ Դենց, սե դուրը խփեցի, ես է բացեցի։ Լսի, կարող է այդ փայլակի մատը խառն այդ գործերի մեջ։ Չէ, Վարդան ջան, փայլակի ինչին է պետք է ամեն ինչը։ Դե փայլակ դա էլի, չեմ անը միջ կարող է մոգոլի հանկարծ։ Չէ, Վարդան ջան, չէ, փայլակին ինչ պետք է ամեն ինչը։ Լավ, հետո ինչ եղավ։ Հետո հələ այդ ամեն ինչը հեչ։ Գնացի։ 10 րոպե անցավ նոր ցեկան։ Ոնց։ Տենց։ Հետո այս անգամ ուրիշ դիմակներով էին։ Եկան այս անգամ է բան չերին։ Ասես նայեցին ու գնացին։ Քեզ բարման չերին։ Չէ, այս անգամ չէ։ Հա։ Տարօրինակ է, գիտես, շատ տարօրինակ է։ Թարդան, իսկ մեր մտածած պլանը ինչ եղավ։ Էդ էլ հեչ բան չեղավ Վարդան ջան, հեչ բան։ Ամեն ինչ երեցի որ փալագին հունից հանեմ, չկրնացա հունից հանեմ։ Ադոր երեսին գոմեշի կաշել, գոմեշի։ Ճիշտ էր ասում, էլի թքում ես երեսին աս բանձրևականի։ Այ ապրիս, շատ
տեղին է, շատ։ Դառնան։ Ես գլխիս մեջ մի շատ պայծառ միտք հաղացավ։ Ինչ միտք, Վարդան։ Արի են իմ փոքր նավով ես ձեզ հրավիրեմ զբոսանքի։ Հենց մտանք օվկիանոս, արի բռնենք դրան, գցենք ջուրը, բրծնի գնան։ Ինչ Վարդան, դու մնաս, մեզ ֆանտաստիկ բաներ կհորինես։ Ինչ աղկեղնիդիկ։ Չէ, ես փայլագից կզզվիմ, բայց սպանություն չեմ ելել։ Արման ջան, ես հանում քեզ, ու միայն հանում քեզ, պատրաստ եմ ամեն ինչի, նույնիսկ սպանության։ Շնորհակալ եմ, Վարդան, շատ զգացված եմ։ Արնես յարոմա։ Շատ շնորհակալ եմ, Վարդան ջան, բայց պես բան մտածի, որ մի քիչ եմ անվնաս եղնում։ Անվնաս բան մտածի։ Դա մտածեք էլի, ճարերս իչ։ Մտածե, Վարդան ջան, մտածե, ես կսպասեմ։ Ես ուր ես էտում։ Տեղ։ Էդ տեղը անուն չունի։ Ունի։ Գարուշի հետ եմ պայմանավորված, իրանց տուն եմ գնում։ Արխային էլ է, որ ես անգամ գլխից բան չես սարքի։ Չեմ սարքի։ Անթարան ջան, դու տունը ոնց էլ մի պահաձարախ կունենաս քուրս։ Բերաֆոր մի տանենք ախպեր ջան։ Մենք տանա ուղի չենք պահում, ասքանաս, քանի որ խմողներ չունենք։ Դու էլ մոդդ պահաձարախ չունես կնիկ ջան։ Էդ ինձ ես ասում։ Այ աննորմալ, էդ մոտս որտեղ պիտի արաղը պահեմ։ Որտե՞ղ։ Ես իմ խոսքի փեշերիդ տակ ախպեր ջան, հələ բաց տենան կա թե չէ։ Լս էդ հիմար խելքովդ իպեր հումոր ես անում, հա, ասքանաս։ Այլի, դենց մի բան։ Այդ տխմար, կգնաս էդ տապակ հումորները հարազատներիդ հետ կանես, հասկացար։ Լավ էլի։ Ռոժան, սրտիդ մոտ մի ընդունի, հումոր արես։ Մի քիչ էքսցենտրիկ հումոր ստացվեց, բայց նե հումոր էր դա։ Այ Կարսևան ջան, այդ էքսցենտրիկ հումորով մի քիչ առաջ մեր տանը պատերազմը կռիվ էր գցում։ Որովհետև այս աննորմալը այդ Գվիդոնին դե հիշողությունը կորցրել է, չէ՞, ասել էր թե իպես Ջուլիան իր կինն է։ Էնե գնացել Սերոժից իր կնոջն էր պահանջում։ Պատկերացնում եք։ Լուրջ ես ասում, Ռոզա։ Բա չէ, լուրջ չեմ ասում, կարող է այս բանը սուտ ասեի։ Եթե մի րոպե ուշ հասնեի, կպել էին իրար, չգիտեմ, մարդասպանություն կլներ հաստատ։ Լավ էլ արել են ախպեր ջան, որ ասել եք։ Իզուրեն բաժանել ես իրարից, թող իրար մի սուտեին։ Ինչ ասիր Կարսո։ Չնայած դու բանասողը չես, կնգագիրի ես։ Այ, լավ էլ է ասքանաս է, չհոգնես իմ նույն բանը կրկնելուց։ Այ տղա, դու արդեն բոլոր սահմաններն անցար, համը հանում ես, գիտես, չես ամաչում դու։ Դու մեզ մի ասա մենք ինչ անենք, աղջիստե մենք ենք ասում։ Յախք, ոնց եմ զզվում, որ դու դες լկտի անում ես։ Զղկում։ Անուշ, իմացար աղբեր ջան։ Ալո։ Բարև ձեզի։ Էշի մար ճիշտ ենք զանգել։ Ինչ էշի համար է ընկեր, ես ուր եք զանգել։ Չգիտես էշն ինչա քուր ջան։ Շատ լավ գիտեմ թե էշն ինչա այ ընկեր, բայց այդ էշին ինչ ես մեր տանը ման գալիս այն չեմ հասկանում։ Դուք երևի սխալվել եք։ Ինչ է եղել Անթարամ ջան։ Չգիտեմ, զանգել են ինչ որ էշ էր ուզում։ Այ, հաստատ են մեր էշի կլենդուրայից կլներ, այ ձեր ցավը տանեմ, դու էլ հուշ տանիր Անթարամ ջան, հազիվ կբերեր։ Ինչ կլենդուր, ասքանաս, էս ինչ նորություն է։ Նորություն չի, պրոստը նարբեն հայտարարություն էր տվել, որ մենք բիլիգով էշ ենք ծախում, ու հաստատ ձեր տան համարն է տվել։ Հասե հասկանաս, բայց ինչի ան մեր համարը տվել։ Որովհետև շատ խելոք է դրանից է։ Հիմա ինձ չես հիշում Գվիդոն ջան։ Նախ իմ անունը Գվիդոն ջան չի։ Երկրորդ էլ իսկ ես որտեղից պետք է հիշեմ այդ տատի ջան։ Տատի։ Լսի, այլանդակ, ես քեզանից փոքր եմ տարիքով։ Ես քեզ ինչ տատի, հա?
երեք եկել, ոտքերս ընկել, աղաչում պաղատում էիր, որ ամուսնանաս հետս։ Հիմա տատը դարա։ Ես քո հետ ամուսնանալ։ Ես ամենագիչը պետք է Անջելինա Ջոլի հետ ամուսնանալ։ Այդ արդեն չափնազար գվիդո, չէ, ներեցեք, Նապոլեոն ջան։ Ալեն դելոնն է զով ես Անջելի Ջոլի։ Կարևորը տղամարդու ներքին գեղեցկությունն է, սերիոս ջան։ Քեզ էլ չեք ճանաչում, Մորկուր ջան։ Լսի, սա իսկականից չի ճանաչում, չի հիշում, թե ձեռ առնում։ Իսկականից չի ճանաչում։ Հա Գայ ջան։ Կարջան, շտապ գործեր պատահեցին ու ես չեմ կարող Արտակի հետ գալ քեզ հետ հանդիպման։ Եթե կուզես թողենք հետո կհանդիպենք։ Չնայած Արտակն արդեն տանից դուրս է եկել, բայց զանգում եմ չի պատասխանում։ Այսինքն ինքը արդեն գալիս է։ Հա, բայց եթե ուզում ես դու գնա, ես հետո իրեն ամեն ինչ կբացատրեմ։ Չէ, կարիք չկա, ես ինքս ամեն ինչ կբացատրեմ։ Լավ։ Լավ։ Բարև Կարմիր ջան։ Բարև։ Ազգանն դեռ չի եկել, էլի իր բնավորության համաձայն ուշանում է։ Չէ, չի ուշանում, ինքը նոր զանգեց ասեց, որ շատ կարևոր գործեր ունի ու չի կարող գալ։ Բայց դա նշանակություն չունի, ես ուզում էի ինքս քեզանից ներողություն խնդրել, ես ցավում եմ կատարվածի համար ու ինձ շատ մեղավոր եմ զգում, որ իմ պատճառով քեզ աշխատանքից հեռացրել եմ։ Ինձ աշխատանքից չեն ազատել, ուղղակի արձակուրդ են ուղարկել։ Չէ, կապ չունի, ես գիտեմ, որ դա իմ պատճառով ա եղել։ Ես մի հատ լավ առաջարկություն ունեմ, արի այս թեմայով ընդհանրապես չխոսենք, լավ։ Լավ, բայց ես միևնույն շատ վատ եմ զգում։ Ամեն ինչ նորմալ է։ Բայց ես Մարգոյի մասին որոշ տեղեկություն եմ հավաքել։ Եթե դեմ չես մոտակայքում սրճարան կայի, կարող ենք սուրճ խմբել եւ ամեն ինչ կպատմել։ Ընդամենը սուրճ ենք խմելու եւ վերջ։ Լավ։ Սրտիդ ուրբան։ Այսքան ժամանակ ախր քիչ սրբելու ժամանակ չունեի, հեչ չկարացա քեզնով զբաղվեմ, էլի։ Բայց այսօրվանից անցնում ենք էլի այն 5 գրաֆիկին։ Այսինքն սկսում ենք աշխատել ժամացույցի մեխանիզմի պես։ Այ, նանալս։ Բա դու ինձ նվեր էր խոստովե շեֆ ջան։ Մերնեմ ջանիդ։ Դու ոչ թե խոստացել եմ, ես իմ խոսքի տերն եմ։ Այդ նվերը վաղուց առած դրված է այս դարակի մեջ։ Ու եթե մի քիչ համբերություն ունենաս, հիմի այդ նվերը քեզ ցույց կտար։ Այ հենց հիմա։ Էս էլ քո նվերը։ Լավն է, չէ՞։ Բայց շատ շեֆ ջան։ Այախի ջան, ասում շատ։ Դու ասա հրաշք է։ Ես գիտես փեշով փող եմ տապել։ $3000 փող եմ տվել ակրես նվերի։ Ոնց կարող վատլի։ Մերսի շեֆ ջան։ Ցավդ տանեմ, մերսի, հետո կասես, երբ որ այն անուշ թաթիկցից բարձրացնես, բարձրացրու, մատիկը միացից առանձնացնես, սիրուն, այս մատանին դնեմ քո այն փափլիկ մատիկի վրա, այ Surprise! Փարիկ ջան, ջանիդ մերնեմ, բանը, ես ինչ ես անում ստե, ցավդ տանեմ։ Ես ինչ ա կատարվում ստեղ, Նազար։ Բանը, Փարիկ ջան, մի ջղայնացի, հիմա ես քեզ ամեն ինչ կբացատրեմ, այս այն չի ինչ որ դու պատկերացնում ես, էլի, այս քո այն մտածած չի, այս լրիվ ուրիշ բան է։ Ուրեմն ես Փարիկս, իմ նման Փարիկը գա հասնի ստեղ, որ իր ամուսնուն սփրայզ անի, այն էլ հակառակ ամուսինն է իր սփրայզ անում, մատանին դնելով ես քարտուղարու մատին։ Ես ինչ աստեղ կատարվում, խոսի, շուտ արա բացատրին, խոսի, լսում եմ, պատասխանի։ Փարիկ, Ասկանաս, այ մարդ քեզ հետ է վեր կաց։ Ասա ինչ ես ասում։ Վեր կաց, գնանք տանը կքնես։
Մենք գնանք չենք, պրոստը դանտում ենք։ Հա, գնանք տանը կդանթես։ Չեմ գալեմ աղբեր, ինչ կա տունը, կամ ինչ անեմ։ Մարդամեգը հիշողությունն անդեք կործրել, են մյուսն էլ առանց հասկանալու պսակվել է։ Չեմ գալեմ աղբեր, ստե լավ է։ Լսի հասկանաս, ես ինչ բնավորություն ունես, ուր գնում ենք, հետո չես ուզում հետ գնանք տուն։ Վեր կացա անհարմար է։ Դե լավ կգնաք էլի Ռոզա, հասիվ խոսում ենք։ Վայ, կար Անգելինա ջան։ Արի, ցավ տանեմ, արի նստի։ Մի բան կուտես ցավը տանեմ, հա? Մենակ պաղպաղակ։ Ուզում ես քեզ համար գնամ թեյ բերեմ։ Մենակ պաղպաղակ։ Դե կեր ցավ տա։ Ծիծակ կուտես բալես։ Ես գիտեի, որ դու բաբնիկի մեկն ես Նազար, բայց էս աստիճան, որ օրը ցերեկով քարտ ու հարուտ ամուսնության առաջարկություն կանես, այդ մեկը քեզնից չէի սպասում։ Դու այ մեռնեմ ջանիդ, ինչ ամուսնանալ, ինչ բան այ փառեք ջան, դու սպասի մետ բացատրեմ, այ մեռնեմ։ Ինչ բացատրես, իմ աչքերով եմ տեսել, թե կասես աչքի տա երևացել, խուժանի մեկը։ Դու լավ, արդեն է չեղավ, հա փառեք ջան, իա, իսկականից արդեն համահանում ես, իա, վիրավորում ես ինձ։ Լավ եմ անում, շատ լավ եմ անում, դա դեռ քեզ քիչ է, հեսա գնալու եմ լրագրողներին հավաքեմ ու ասեմ, թե դու ինչ ես անում աշխատանքիդ վայրում, ոնց ես աշխատում, հա, ամեն ինչ պատմելու եմ։ Հա, իմիջայլոց, երբ է ձեր հարսանիքը։ Դու լսի, փառիկ, այ մեռնեմ սրտի, դու կարաս մի րոպե սուս ու փուս լսես ինձ, մի րոպե ընդամենը լսի, ու հետո ինչ ուզում ես արա։ Մի րոպե։ Հա, մի րոպե։ Մի րոպե ես ուզում։ Լավ, կլսեմ, ասա։ Չնայած ոչինչ չի փոխում այդ մի րոպեն, որովհետև ես քեզանից բաժանվում եմ։ Դու լսի, այ փառիկ ջան, լսի այդ մի րոպեն, ու հետո ուզում ես բաժանի, ուզում ես մի բաժանի։ Լավ։ Փառիկ ջան, ճիշտ ես, ես այդ մատանին արել էի նանարի համար։ Անամոթ։ Այդ ցավոտեմ, դու կարաս բայց սուսուփուս լսես մինչև վերջ։ Բացատրում եմ էլի, ես այդ մատանին արել էի նանարի համար, որպես ամուսնական նվեր, բայց նանարի հետ ամուսնացողը ես չեմ, այ մեռնեմ սրտիդ, այլ չանը, մեր չանը։ Դու ասեցիր, ես էլ հավատացի։ Այ փառիկ ջան, այս այն դեպքն է, որ պիտի ինձ հավատաս։ Որովհետև ախր ոնց կես բացատրեմ, ես այդ մատանին արել էի նանարի համար, որ պիտի նանարը ամուսնանա չանի հետ։ Դե գիտես չանը, որ տղա է, ես եմ նրան մեծացրել, ես հերություն եմ արել։ Ուզեցա այդ խեղճ երեխուն մի հատ էս ուրախացնեմ, այդ ամեն ինչը վերցնեմ իմ վրա, բարեգործություն անեմ, լավություն անեմ այդ ջանին։ Հիմա երբ է դրանց հարսանիքը, Նազար ջան։ Հարսանիքը բանը երբ է, բանին է, էլի այս շաբաթ օրը, այն միջանոց քեզ մի բան ասեմ, ուրախացի։ Ջանի ու նանարի հարսանիքի քավոր կնիկներ մենք ենք։ Բա ինչի շուտ չէիր ասում։ Թողեցին որ ասեմ, վրա ես տալիս, մարդատեն շշկրվում է, չի ման ինչ ասել, ինչ չի ասել։ Այ, հիմա էլ չես հավատում, չէ, այ նայում եմ աչքերի, չես հավատում էլի, բայց փառիկ աղջիկ, այ ես հենց հիմա դա կապացուցեմ, մի րոպե։ Նանար ջան, չանը տեղ է, չանի հետ արագ մտեք ներս, հա հենց հիմա։ Փառիկ ջան, ես էլ մեր հարսն ու փեսեն։ Լավ է չէ սիրարված դիները, ջան, լավ է չէ։ Արա ոնց եմ քեֆ անելու ձեր հարսանիքին, ոնց եմ քեֆ անելու, հա։ Արա մի բան խոս, արա, լրկում եք անելիս, արա, հա, քու յուրդը չմնի, հա։ Հա, մենք շատ լավ պատրաստում ենք հարսանիքին։ Հա, ես հարսանիքի շորը արդեն ընտրել եմ։ Ես քո ջանին մեռնեմ։ Դե ուրեմն Չան ջան, Նանար ջան, գնացեք ով ինչով զբաղված էր, էլի դրանով շարունակեք զբաղվել, մինչև ձեզ կկանչեմ հետո խոսանք, էլի։ Դե գնացեք ընդ կռիվ չանեք։ Գնացեք, իրարից սերով բարի եղեք, ձեր ջանին մեռնեն, իմ անուշ բալեք։ Ես ջանին մեռնեմ։ Պապիկներ ձեզանից ով ավելի ուժեղ։
Ամեն ինչ նորմալ է, Տիկին, ուղղակի ճնշումն է բարձրանում։ Նիկոն էր զանգի Ամերիկայից, ընդ ասում են ինչ-որ հարուստ մարդ կա, ուզում է հետ խոսել։ Փող կա մեջը։ Դու պիտի պարտադիր ամուսնանաս Չանի հետ։ Ինչ։ Կիարամ ամառացի ընկերությունը, հաշվի առնելով բազմաթիվ հաճախորդների ցանկությունը, առաջարկում է ֆինանսական աշխարհի ապառիկ պայմանների լավագույն տարբերակները 0%, այո, տարեկան 0% տոկոսադրույքով։ 3W.AD Kids Food Get Today Գերմանական A&D Food ընկերությունը ներկայացնում է հայկական բնաշխարհի բերքնուբարիքը Եվրոպայում մեծածախ և մանրածախ գներով։ 3W.AD Kids Food Get Today